Կառավարության շենքի դիմաց հավաքվել են պատերազմի մասնակիցներ, ովքեր սիմվոլիկ քայլերով փորձում են արտահայտել իրենց դժգոհությունը։ Նրանց ձեռքին տարբեր մարտական գործողությունների համար ստացած պետական պարգևներ են, որոնք ըստ նրանց կորցրել են իմաստը։ Պատերազմի մասնակիցները ի նշան քաղաքական գործընթացներին իրենց վերաբերմունքի հետ վերադարձրին պետական շքանշանները։ Այս կառավարությունը փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է զրոյացնել այն կյանքը, այն դժվարություններն ու պայքարը, որը մենք ունեցել ենք, որի համար արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար, ասում են պատերազմի մասնակիցները։ Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Այսօր հանձնում եմ մինչև այն պահը կարծում եմ, երբ արժանի կլինենք, այսինքն կազատագրենք մեր երկիրը։ Արման Պետրոսյանը, որը 2012-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք, նշելով, որ իր այս քայլով ընդվզում է ինքնությունը քայքայող համակարգի դեմ։ Պատերազմի մասնակիցներից որևէ մեկը այս որոշումը հեշտությամբ չի ընդունել։ Շքանշանները մեզ համար պարզապես մետաղ չէին, ասում է Արմանն ու հավելում. սա հուզական ծանր գործողություն էր, իրենց արժեքների, իրենց գաղափարների նվիրումի, հավատքի համար ստացած պարգևները դնում են գետնին, ոստիկանների ոտքերի առաջ, անձրևի տակ թրջվելու։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է։ Պատերազմի մասնակիցներին առավելապես վրդովվեցրել է այն փաստը, որ սեպտեմբերի 13-ին պատերազմի զոհերի հիշատակը չհարգելով Հրազդանում ֆեստիվալ են կազմակերպել։ Մենք էլ դրա մեջ էլ արժեք չենք գտնում ու հետ ենք վերադարձնում այն ինչի համար մենք պայքարել ենք, մենք մեր սրտում ու հոգում պահում ենք, քանի որ դրա համար մարդիկ են զոհվել, արյուն է թափվել, մեր ընկերների արյունն է թափվել ու մենք այդ արժեքը վերականգնելու համար պայքարելու ենք, սա դրա առաջին քայլն է։ Բողոքողները պարզաբանում են, իրենք չեն կարող կրել պարգևներ, երբ իրենց ազատագրական պայքարը, իրենց անցած ճանապարհը փորձում են վերաշարադրել որպես սխալմունք։ Պետական պարգևները վերադարձնելու այս քայլը բողոքեր ոչ միայն անցյալի արժեզրկման դեմ, այլև հստակ ուղերձ ներկայի ու ապագայի մասին։ Մինչև կառավարությունը չի արձագանքել այս քայլին, պատերազմի մասնակիցները մեկ անգամ եւս շեշտում են, իրական պայքարը միայն ճակատում չի եղել։ Քնարիկ Պետրոսյան, Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։